կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու մասին։ ՀԱՅԱՔՎ նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանն այսպիսով ազատության մեջ է։ Դատավոր Դավիթ Բալայանի որոշման վերացվեց Չալաբյանի կալանքն ու որևէ խափանման միջոց չկիրառվեց։ Մինչ այդ պաշտպանները ներկայացրել էին մի շարք հիմքեր կալանքը ոչ իրավաչափ ճանաչելու վերաբերյալ, առողջական խնդիրներից մինչև անչափահաս երեխա։ Չալաբյանի խոսքն էլ հիմնականում ուղղված էր մեղադրողի ներկայացրած եզրակացությանը։ Չի վարանել դատանում հայտնելու տեսակետը, թե ինչպիսի հետապնդում է իրականացվում երկրի բարեգործների նկատմամբ։ Վերջի շրջանում այնպիսի տպավորություն է ստացվում, որ բարեգործությունը Հայաստանում հանցագործություն է։ Մասնապես այդպիսի, ասենք, պնդումներն արվել Սամվել Կարապետյանի Դավիթ Սահակյանի ներկայացումի մասին։ Ես կարծում եմ, որ եթե ես վերջի 20 տարիների ընթացքում իսկապես իմ աշխատանքը չեմ քաղաքական։ Չէ, ուղղակի դուք պնդում արեցիք, որ եթե այդքան միջոց արտադրել 20 տարիների ընթացքում եւ ինչպես ասեցիք, հաստատաբար իսկապես այն շրջանում ներկայացումների բարձրացնելով աշխատանք ի տարբերություն այլոց ես իմ աշխատանքից աշխատանքային եկամուտից եմ հարաբերություն, որտեղ դուրս աշխատելով երկրից նկատմամբ պարտք են զգացել, եւ այդ պարտքը վճարել է տարբեր բարեգործական կազմակերպություններ ինքը ստեղծելով կամ ուրիշների ստեղծածներին հաջողացնելով։ Դատարանի բակն այս ընթացքում մարդաշատ էր։ Ի պաշտպանություն Չալաբյանի եւ մյուս քաղբանտարկյալների ակցիան ուղեկցվում էր վանկարկումներով։ Այստեղ հավաքվածները վստահ են, ամեն ինչ արվում է, որ նա չզբաղվի հասարակական քաղաքական գործունեությամբ։ Ազատություն Ավետիք Չալաբյանի! Ազատություն Ավետիք Չալաբյանի! Մենք այստեղ ենք, որպեսզի սատարենք, զորակցենք Ավետիքին, ցույց տանք մեր միասնությունը եւ այն, որ բոլորս պահանջում ենք Ավետիքին ազատ արձակել։ Այնքան մարդու նկատմամբ արդեն քրեական գործեր են բացված։ Իհարկե ոչ մեկի քրեական գործում գրված չէ, որ իրեն ազատազրկել են խոսքի համար, քաղաքական կամ ընդդիմության համար։ Պարզ է, որ ինչ-որ հարմար հոդվածներ են գտնում դրա այդ նպատակով եւ ընդհանրապես իշխանության այդ մասով վստահել չի կարելի։ Քրեական տարբեր գործերով կալանավորված են մոտ 5 տասնյակ գործիչներ, որոնց դվարույթներում իրավական բաղադրիչ չկա, վստահ են ակցիայի մասնակիցները։ Մեղադրանքում ասում են բացառապես իշխանության քաղաքական պատվերն է։ Դե այն ինչ կատարում է այսօր ակնհայտ հա դիմապատկերն է այսօրվա Հայաստանի եւ իհարկե չեմ կարող չընդգծել եւ չնշել նույն Գագիկ Ծառուկյանի кейսը հա, որը Եվս քաղբանտարկյալ է եւ բնավ չի նշանակում, թե իշխանավորները ինչ են պնդում, այո, ուղիղ, պարզ, դասական առումով, դասագրքային քեյս է Գագիկ Ծառուկյանի գործը համաձայն որի իր հայացքների համար մարդը հալածվում է, ինչպես հալածվում է Ավետիք Չալաբյան։ Ավետիք Չալաբյանը կալանավորվել էր հունիսի 24-ին ընտրություններում Հայաստանի քաղաքացիների կամ արտահայտությանը խոչընդոտելու փորձի մեղադրանքով։ Ապրիլի վերջին էր ՀԱՅԱՔՎ նախաձեռնությունը միացել Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստան դաշինքին իշխանափոխությանը միտված ջանքերը միավորելու նպատակով։ Մանուշակ Մելքոնյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։